Հրապարակը գրում է. վերջին շրջանում ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի նկատելի պասիվության ֆոնին ակնառու է դարձել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գերակտիվությունը։ Ոչ միայն ազգային նիստերի դահլիճում, ընդդիմադիրների հետ շփումներում, այլև համացանցում։ Նա դարձել է ամեն ինչի մասնագետ եւ ամեն օր իր հեղինակավոր կարծիքն է ներկայացնում։ Թիմում Ռուբինյանի պահվածքն ընկալվել է որպես հայտ ազգային ժողովի նախագահի պաշտոնում հաջորդ ժամկետի համար։ Կարծիք կա, որ Փաշինյանը քաստինգ է հայտարարել այդ պաշտոնի համար եւ թեկնածուների փնտրտուք է սկսել։ Մյուս թեկնածուն քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, սակայն նա էլ է շատ վարկաբեկված։ ԿՊ-ում որոշել են, որ Փաշինյանի սրտի թեկնածուն այս պահին ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցն է, որը Փաշինյանի կաբինետի գորշ կարդինալներից է եւ հիմա կուսակցական աշխատանքներով է զբաղված։ Այս ենթադրությունը բխում է նաեւ այն սիրուց, որ Փաշինյանը տածում է կին պաշտոնյաների նկատմամբ։ Ժողովուրդը գրում է. հեղափոխական պոզով եւ պոչով կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300,000 դրամ տուգանքով։ Այս անգամ թիրախում է Իջևանի համայնքապետ Արտուր Ճաղարյանը։ Բանն այն է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Ինֆոկոմի Իջևան համայնքը 275 միլիոն դրամի գնումներ է կատարել անդամներին փոխկապակցված ընկերություններից հրապարակումը։ Հրապարակման հիման վրա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է համալիր ուսումնասիրություն քննարկված բոլոր դրվագներով։ Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելու հիմքով Արտուր Ճաղարյանի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ եւ կիրառվել է վարչական տույժ 300,000 դրամի չափով։ Հրապարակը գրում է. վարչապետի կնոջ պլանավորած բարեգործական ընթրիքը, որը ոչ մի կերպ չէր կազմակերպվում, քանի որ ցանկացողները քիչ էին, վերջապես կայացավ նոյեմբերի 12-ին։ Իր Facebook-յան էջում Աննա Հակոբյանը գրել է, որ այս ծրագրի համար հիմնադրամը հավելյալ 350-ից 400 միլիոն դրամի կարիք ունի։ Վերջին մեկ շաբաթում ընդամենը 2 մասնակից էր հայտ լրացրել։ Ընթրիքից մեկ շաբաթ առաջ նոյեմբերի 5-ին վարչապետի կինն իր Facebook-յան էջով նույնիսկ հողորտացել էր լրագրողների վրա, որոնք միասնական ջանքերով արժեզրկեցին այն, դարձնելով 1 միլիոն դրամ կտակ Աննա Հակոբյանի հետ հաց ուտելու համար սև հարց։ Լրագրողները տրորեցին բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին նախորդ ընթրիքներին, այդպիսով ապահովելով հաջորդ մասնակիցների զգուշավորությունը, գրել է Աննա Հակոբյանը։ Հրապարակը գրում է. մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելում էր Բուհեր եւ ներկայացնում իր իրական Հայաստանի տեսլականը, լվանալով ուսանողների եւ դասախոսների ուղեղները։ Հիմա նոր բան է մոգոնել։ Այցելում է տարբեր համայնքներ, ասենք Արաբկիր կամ Մալաթիա Սեբաստիա եւ տվյալ համայնքում ապրող տարբեր Բուհերում սովորող ուսանողներին եւ աշխատող դասախոսներին են հիմա իրենց համայնքում նրա հետ հանդիպման ուղարկում։ Վերջին նման հանդիպումը Մալաթիա Սեբաստիա համայնքում է կայացել։ Մոտ 1 ժամ բանախոսել է Փաշինյանը, ապա պատասխանել հարցերին։ Հրապարակը գրում է. ԱԺ փոխնախագահ Փաշինյանի վաղեմի զինակից Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026 թվականի ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել։ Նրա մտերիմները պատմում են, որ Արշակյանը մտածում է չառաջադրվել, եթե իհարկե ֆորս-մաժոր չլինի եւ չպարտադրեն։ Թերթի հետ զրույցում Արշակյանն ասել է, որ մինչ այս պահը չի առաջադրվել, իսկ առաջադրվի թե ոչ հրաժարվեց պատասխանել։ Փաստը գրում է. այն, որ երկրի իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման տակ եւ բառի բուն իմաստով չի կատարում իր անմիջական գործառույթները, ակնհայտ է։ Արդյունքում իրավապահ համակարգը ուղղակի չի կատարում իր անմիջական գործառույթները։ Օրը ցերեկով Բանուկ փողոցում բազմաթիվ մարդկանց աչքի առաջ դանակահարում են, սպանում են երիտասարդի, ապա թողնում եւ հեռանում։ Ամեն օր լրահոսում տարբեր տեղեկություններ են սպանությունների, վեճերի, տուրուդմփոցի։ Իսկ ինչ են անում ընդհանրապես իրավապահները։ Ընդդիմադիրների ու հոգևորականների են լրտեսում, ընդդիմադիր բլոգերի են առևանգում։ Հետո ընդդիմադիրների ու հոգևորականների վրա գործեր են սարքում, ասֆալտին փռում, դատում։ Կարգալույց քահանայի, այսինքն ոչ հոգևորականի կողմից հակաեկեղեցական միջոցառման մասովկա են ապահովում։ Փաշինյանի կարճ տեսանյութերում պատահական անցորդի ուղևորի հեծանիվ քշողի դեր են կատարում։